հեռու մարդիկ հասկանան, թե ինչ բան է ահաբեկչություն կամ ինչ բան է ապստամբություն։ Ահաբեկչություն բառը արդեն հուշում է, որ խոսքը գնում է նրա մասին, որ ահի միջոցով, վախի միջոցով հանրությանը հարկադրվում է որոշակի գործողություն կամ անգործություն։ Սրա անունը դնում են ահաբեկչություն։ Մենք նախ տեսել ենք, որ Սասնա-Ծռեր խմբավորման գործողության արդյունքում հանրությունը ոչ միայն ահաբեկված չէր, այլ տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց եւ սկսեց վանկարկել, որ մենք Սասնա-Ծուռ ենք։ Այսինքն այստեղ ահաբեկչության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Սակայն մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի բոլոր իշխանությունները մինչ օրս հանդիսանում են ահաբեկչական իշխանություններ, քանի որ այս իշխանությունները բոլոր իշխանությունները իրենց իշխանությունը պահել են հենց ահի միջոցով, վախեցնելով հանրությանը, տարբեր մեթոդներով։ Սկսած գործից ազատելու սպառնալիքը, վերջացրած ուրեմն հաշվեհարդարները իրենց կամ իրենց ուրեմն ընտանիքի անդամների նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ օպոնենտների ուղարկել են բանտեր անհեթեթ քրեական գործերով, իմ նկատմամբ օրինակ 3 անգամ այսպես մեղադրանք է ներկայացվել, որ ես հավաքների ժամանակ եմ ելույթ ունեցել, տոնածառ եմ տարել եւ այլն։ Այսինքն բացարձակ անհեթեթ մեղադրանքներով հանրությանը պահում էին վախի մթնոլորտի մեջ եւ ահաբեկում էին նրան, մինչ օրս այս ահաբեկչական քաղաքականությունը շարունակվում է։ Այսինքն ահաբեկչական խմբի դեմ զինյալ ապստամբություն իրականացնելը ոչ միայն ահաբեկչություն չէ, այլ հակաահաբեկչություն է։ Իսկ ինչ բան է ապստամբություն։ Ապստամբությունը այն դեպքն է, երբ որ մարդիկ իրենց իրավունքների վերականգնման համար զենք են, օրինակ, եթե զինյալ է, զենք են բարձրացնում, ուրեմն ավտորիտարիզմի դեմ, բռնատիրության, իրավունքների ոտնահարման դեմ։ Շատերը փորձեցին նաև այդ ժամանակահատվածում եւ մինչ օրս անհեթեթ պնդումներ անել, թե գոյություն չունի ապստամբության իրավունք։ Այնինչ այս իրավունքը սահմանված է այնպիսի իրավական պետությունների սահմանադրաիրավական փաստաթղթերով, ինչպիսին հանդիսանում է Գերմանիան, իրավունքի եւ ժողովրդավարության վերածննդի օրրան Ֆրանսիան, կամ շատ բարձր իրավական մշակույթ ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերջինս իր սահմանադրության մեկնաբանության մեջ, որը պաշտոնական է եւ սահմանադրության մի մասն է, գրում է, որ ԱՄՆ-ի հանրությունը պետք է լինի զինված, որպեսզի եթե ինչ-որ մի օր ԱՄՆ-ի իշխանությունները ոտնահարեն ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքները եւ քաղաքացիները դիմելով օգտվելով իրենց ապստամբության իրավունքից դուրս գան իշխանության դեմ, այնպես չստացվի, որ իրավախախտ իշխանությունները լինեն զինված, իսկ իրավատեր հանրությունը մնա անզեն։